Պարոն Զաքարյան, դուք հանդիսանում եք Արտակ Սարգսյանի փաստաբանում։ Ես խնդրում եմ մի փոքր ներկայացնել գործը, քանի որ այն ինչի համար մեղադրվում էր Արտակ Սարգսյանը, իբր զենք է պահում, հետո զենք չեն հայտնաբերվել, հիմա կալանքի տակ է գտնվում։ Մի փոքր կներկայացնեք գործը ու կարելի է որակել Արտակ Սարգսյանին քաղբանտարկյալ, համարվում է քաղբանտարկյալ։ Այո, միանշանակ համարվում է քաղբանտարկյալ, գործի հանգամանքները հետևյալն են։ 2024 թվականի հունիսի սկզբին Սարգսյան եղբայրները Արտակ եւ Արտուր Սարգսյանները համաձայն չլինելով իշխանության հետ արվող քաղաքականության հետ մասնակցել էին ընդդիմադիր շարժմանը, միացել էին ժողովրդի բողոքին, այսպես ասած, որի տավուշնդեն հայրենիքի շարժմանը, որի ընթացքում հրապարակավ հայտնել են, որ շարժման կողմնակից են միացել են նաև եղբայրները։ Դրանից մի քանի օր հետո երկու եղբայրներին ձերբակալում են, իբրև թե զենք ռազմամթերք պահելու եւ հետագայում օգտագործելու համար։ Դրա հիման վրա անմիջապես նրանք տանում են քննչական մարմին, սակայն զենքի հետ կապված որևէ գործողություն չեն կատարում, քանի որ ակնհայտ է, որ եղբայրի մոտ որպես այդպիսին զենք չէր եղել, այսինքն զենք եղել է պատրված նրանց ազատությունից զրկելու համար։ Դրանից հետո եղբայրների հետ այսպես ասած ճակերտների մեջ վերցրած զրույցներ են վարում այն մասին, որ եթե եղբայրները համաձայնվեն Հայաստան Հանրապետությունը լքել, չզբաղվել քաղաքականությամբ, դրսևորել չեզոքություն եւ ընդդիմադիր հայացքները հրապարակավ չայտեն, ապա նրանց ազատ կարձակեն եւ որևէ խնդիր չեն ունենա, իսկ եթե հանկարծ չհամաձայնվեն, ապա նրանց նկատմամբ հետապնդում է հարուցվելու եւ բնականաբար սպասվելու է երկարատև ազատազրկում եւ ի վերջո դատապարտվելու են։ Արտուր Սարգսյանը, ով բիզնեսներ ունի արտասահմանում եւ Հայաստանում երկար ժամանակ չի բնակվում, նշել է այդ մասին, որ ինքը այսպես թե այնպես չի կարող Հայաստանում երկար մնալ եւ օրեր անց պետք է հեռանա։ Դրանից ելնելով Արտուր Սարգսյանին բաց են թողել եւ նրա նկատմամբ ոչ մի հետապնդում չի իրականացվել։ Ի տարբերություն եղբորը Արտակ Սարգսյանը նշել է, որ 2020 թվականից գտնվում է Հայաստանում եւ քաղաքականությամբ զբաղվելու է, համաձայն չէ իշխանության հետ, իշխանության կողմից վարվող քաղաքականության հետ եւ միանշանակ նպատակ ունի քաղաքականության մեջ մտնել, կուսակցություն հիմնադրել եւ մասնակցել ապագա ընտրություններին։ Այս ընթացքում ուրեմն հրապարակում տեղի ունենում Սիրիզնեթում, իբրև թե եղբայրները արտասահմանում անօրինական գործողություններ են կատարել, իբրև թե Քենիայի Հանրապետությունում որոշ բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապի մեջ գտնվելով կարողացել են այնպես անել, որ թմրամի հայտնաբերված թմրամիջոցների մեծ մասը չի ոչնչացվել, հետագայում իբրև թե եղբայրները տարբեր պետություններում արտասահմանում այդ թմրամիջոցների իրացման հետ կապված գործողություններ են կատարել եւ դրանից հետո այդ թմրամիջոցներից ստացած եկամուտները վերածել են կրիպտոարժույթների։ Այս փաստական հանգամանքների հիման վրա, ինչպես նշեցի, մի եղբոր նկատմամբ որևէ գործողություն չի արվում, նա ազատ է արձակվում եւ հետապնդում չի իրականացվում, իսկ քանի որ Արտակ Սարգսյանը կտրականապես հրաժարվում է առաջարկից, նրան մեղադրանք են առաջադրում փաստացի կեղծման, ապօրինի Հայաստանի Հանրապետության սահմանը ապօրինի հատելու, ինչպես նաև փողերի լվացման։ Այսինքն նույն փաստական հանգամանքները, ինչը որ եղբայրների վերաբերած ստացվել էր, Արտակ Սարգսյանի նկատմամբ դրա հիմքով քրեական հետապնդում են հարուցում, իսկ Արտուր Սարգսյանի նկատմամբ ոչ։ Դրանից անմիջապես հետո դատարան են դիմում եւ Արտակ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվում է տնային կալանք, որը հետագայում եւս երկարացվում է։
Հերթական անգամ ես Արտակ Սարգսյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն է հարուցվում, նյութեր ընդհանրապես չեն լինում հիմնավոր կասկածի հետ կապված եւ ընդհանրապես Արտակ Սարգսյանի կողմից հանցանք կատարելու, այսինքն անգամ այդ դատավորի մոտ էր համոզմունք առաջացել, որ հնարավոր է Արտակ Սարգսյանի նկատմամբ հետապնդում իրականացնել քաղաքական հայացքների համար եւ ուներ քաղաքական ճաշարի Այդ իսկ պատճառով դատարանը այդ միջնորդությունը մերժում է։ Վերաքննիչ դատարանի կողմից նույն միջնորդությունը թողնվում է, նույն բողոքը թողնվում է անփոփոխ, այսինքն տնային կալանքի հետ կապված միջնորդությունը քննչական մարմնի մերժվում է։ Եվ դրա հիման վրա Արտակ Սարգսյանը հայտնվում է ազատության մեջ։ 2025 թվականի օգոստոսի սկզբին պատահական վճարի դատարանից գրություն ենք ստանում, որից որ տեղեկանում ենք, որ Առաջի ատյանների եւ վերաքննիչ դատարանի որոշումների դեմ գլխավոր դատախազը բերել է բողոք, խնդրելով դրանք բերել եւ Արտակ Սարգսյանին կրկին կալանավորել։ Դիմում ենք վճռաբեկ դատարան, որպեսզի տրամադրվի բողոքի օրինակը, բայց պատասխան չենք ստանում, իսկ 2025 թվականի օգոստոսի 22-ին Վճռաբեկ դատարանը որոշում է կայացնում դատախազի բողոքը բավարարել եւ Արտուր Սարգսյանի նկատմամբ նորից կիրառել տնային կալանք։ Սա նշեմ, որ Հայաստանի պատմության մեջ առաջի դեպքն է, Վճռաբեկ դատարանը անձին ազատությունից զրկում է, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ աստիճան այստեղ քաղաքական շարժառիթներ կան եւ դες ուղղակի մեկ օրինակով բերեն Լավ հիշում եք, թե Ռոբերտ Քոչարյանի հանդեպ ինչքան վատ է տրամադրված իշխանությունը եւ դատական համակարգը, բայց անգամ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ եւ վերաքննիչ դատարանը մերժեց կալանքի միջնորդությունը։ Վճռաբեկ դատարանը այդ որոշման դեմ բերված բողոքը վարույթ ընդունելով ոչ թե տեղում փոխեց եւ Ռոբերտ Սարգսյանի նկատմամբ կալանք կիրառեց, այլ բանից ուղղակի վերաքննիչ դատարանը։ Սա հասկանալով, որ Վճռաբեկ դատարանը որպես այդպիսի չունի իրավասություն անձին ազատությունից զրկելու, քանի որ թե սահմանադրությամբ, թե կոնվենցիայով երաշխավորված է անձի իրավունքը իրեն ազատությունից զրկելու հետ կապված դատական ակտը վերադաս ատյանում վիճարկելու իրավունքը։ Տվյալ դեպքում Արտակ Սարգսյանին տնային կալանքի ենթարկելով Վճռաբեկ դատարանը զրկեց այդ որոշումը վերադաս դատական ատյանում բողոքարկելու հնարավորությունը, այսինքն սա բացահայտ սահմանադրության եւ կոնվենցիոն նորմերի խախտում է։ Այս ամբողջ հանգամանքների համատեքստում եւ դիտարկում ենք, սա ուղղակիորեն նշանակում է, որ Արտակ Սարգսյանը հանդիսանում է քաղբանտարկյալ։ Ընդ որում տեղեկացնեմ ձեզ, որ մենակ այս հանգամանքը չէ, ամբողջ նախաքննության ընթացքում քննչական մարմինը, իրավապահ մարմնի աշխատակիցները, իշխանության ներկայացուցիչները Արտակ Սարգսյանի պարբերաբար մեսիջներ են ուղարկում, որ եթե նա համաձայնվի ցուցաբերել քաղաքական չեզոքություն եւ լքի Հայաստանի Հանրապետության տարածքը, ապա նրա նկատմամբ եւս անմիջապես քրական հետապնդումը կդադարեցվի։ Բայց բոլոր այդ մեսիջները բնականաբար Արտակ Սարգսյանի մեջ վերժվում են։ Բացի այդ, ուրեմն, երբ որ Արտակ Սարգսյանին ձերբակալել էին, մոտից անձնական իրեր էին արգրավել, հեռախոսներ, անձնագրեր, բանկային քարտեր, ընդ որում այդ հեռախոսների հետ բազմաթիվ գործողություններ, նաև թվային խուզարկություն էին կատարել, հեռախոսների պարունակությունը այլ կրիչի հիշողության վրա էին փոխանցել եւ դա առանձին պարում է գործում, այսինքն հեռախոսների մեջ չկա մի ինֆորմացիա կամ տեղեկատվություն, որը որ հեռախոսից հանած չլինի եւ առանձին կրիչի վրա արտատպված չլինի եւ վարույթ իրականացնող համադրության տակ չլինի։ Այս հանգամանքը հաշվի առնելով 2025 թվականի մարտին դիմեցին քննիչին, խնդրելով որպեսզի այդ իրերը, հեռախոսները, ID քարտը, անձնագիրը, բանկային քարտերը վերադարձնեն Արտակ Սարգսյանին, քանի որ դա անձնական կյանքի միջամտություն է որպես այդպիսին,
Քանի չէ այդ միջնորդության լուծում անորոշ ժամկետով հետաձգել ձևական պատճառաբանելով մինչև գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները պարզել այն ինչ անձնագիր, բավական իրավունքի վկայական, բանկային քարտեր, հեռախոսներ, ասենց ասած բոլորի հետ կապված ինչ որ պետք է վաղուց վեր արված էր, այսինքն շուրջ 10 ամիս վարույթ իրականացնող մարմինը դրանց հետ կապված ինչ ուզեր կարող անել։ Մի խոսքով մերժում է բողոքարկում եմ դատախազությունը եւս մերժում է եւ բողոքարկում եմ դատարան նշելով որ այստեղ տեղի ունենում անձնական կյանքի միջամտություն անհարկի, որը որ կոնվենցիայի 8 հոդվածը արգելում է եւ բերում են համապատասխան հիմնավորումներ, թե ինչից ելնելով դատարանը պետք է այս բողոքը վարույթ ընդունի եւ լսի։ Մասնավորապես նշելով, որ Եվրոպական դատարանը ունի հստակ տվյալ հարցերի վերաբերյալ իրավական դիրքորոշում, մասնավորապես թե անձնագրի, թե ID քարտերի, թե բանկային քարտերի, թե հեռախոսների, նշելով, որ դրանք տևական ժամանակով վերցնելը եւ դրանց հետ կապված որևէ գործողություն չանելը, արդեն դառնում են միջամտությունը անթույլատրելի անձնական կյանքի։ Որովհետև եթե սկզբնական շրջանում վերցրել են, ենթադրվում է, որ պետք է դրա հետ կապված գործողություններ անեն, իսկ գործողությունները անելուց հետո հետ վերադարձնեն։ Դատարանը առաջիատյանի դատարանը բողոքը հրաժարում է վարույթ ընդունել, պատճառաբանելով, որ քննիչը որպես այդպիսի միջնորդությունը ոչ թե մերժել է, այլ հետաձգել է, իսկ հետաձգելու հետ կապված որոշումների դեմ բողոք չի կարող բերվել, մյուս կողմից նշում են նաև երկրորդ փաստարկը բերում են նաև այն, որ նաև պաշտպանական կողմը զրկված չի հետագայում այդ գործը դատարանում քննելու ընթացքում կրկին բարձրացնի, այդ որը եւս բողոքարկում են վերաքննիչ դատարան, պատճառաբանելով, որ այստեղ եվրոպական պատմի նախադեպ կա, որից որ ասում է, որ նմանատիպ խոսքը վերաբերում է կոնվենցիոն յուրաքանչյուր իրավունքի խախտման եւ հատկապես անձնական կյանքի միջամտության հետ կապված դեպքերի ու հենց կոնկրետ անձնագրերի ID քարտերի հետ կապված նախադեպեր ուներ եւ հեռախոսների եվրոպական դատարանը, որը ես որ վկայակոչում եմ, որ եվրոպական դատարանը ասում է, որ նմանատիպ գործերով բողոքները պետք է շատ արագ քննվեն։ Ընդ որում պետք է չսպասվի այնքան, որ գործը ենթադրաբար գործը ուղարկվի դատարան եւ գործի հետ զուգահեռ քննվի, քանի որ այստեղ խնդրի արդիականությունը պահանջում է հրատապ լուծում։ Բայց վերաքննիչ դատարանը այդ բողոքը եւս մերժում է, այսինքն զրկվում ենք դատարանի մատչելիության իրավունքից եւ դրա դեմ բողոք են ներկայացրել, այժմ բողոքը գտնվում է Բջջրաբեկ դատարանի վարույթում։ Ու մինչ օրս չեն վերադարձել այդ իրերը, այսինքն։ Ինչ։ Մինչ օրս վերադարձված չեն այդ իրերը։ Ոչ մի բան վերադարձած չի եւ դրա արդյունքում, այսինքն անձը, որը որ կուսակցություն է փորձում հիմնադրել, որոշակի գործողություններ կատարել են, չեն կարողանում այն ավարտի հասցնել, որովհետեւ դա ավարտի հասցնելու համար անհրաժեշտ է Արտակ Սարգսյանի անձնագիր ID քարտը։ Առանց դրա հնարավոր չէ։ Դրան զուգահեռ ուրեմն ձեզ տեղեկացնեմ, որ Արտակ Սարգսյանին առաջադրել մեղադրանքով քրեական հետապնդման նախաքննության ընթացքում քրեական հետապնդման առավելագույն ժամկետը կազմում է 1 տարի։ Դա նշանակում է, որ 2024 թվականի հունիսի 13-ից երբ Արտակ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել, գործը նախաքննության ընթացքում կարող էր գտնվել 1 տարուց ոչ ավել ժամկետով, եթե այդ ժամկետը լրանա, բնականաբար պետք է իր նկատմամբ արդարացման հիմքով քրեական հետապնդումը դադարեցվեր։ Սակայն չի արվել, դատախազությունը գնաց մի այսպես կոչված խորամանկ քայլի, ինչ արեց, որոշում կայացրեց Արտակ Սարգսյանի նկատմամբ հետապնդման ժամկետը կասեցնել, այն պատճառաբանությամբ, որ դիմել է պետություններ ինչ-որ տեղեկատվություն ստանալու, սակայն ինչ տեղեկատվություն բնականաբար ոչ մեկին չի հայտնվում։ Այդ որոշումները եւս բողոքարկել են, առաջիատյան վերաքննիչ մերժել են, հիմա պատրաստվում են վճռաբեկ։ Ընդ որում արդեն 3-րդ անգամ դատախազությունը որոշում է կայացնում Արտակ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու վերաբերյալ յուրաքանչյուր անգամ 4 ամիս ժամկետով։
ընդ որում օրենսդիրը հնարավորություն է տալի այդ կասեցման process-ը տվյալ դեպքում մինչև 2 տարի ձգել։ Այսինքն ստացվում է մի իրավիճակ, որ իշխանությունը ամեն ինչ անում է, որպեսզի Արտակ Սարգսյանը հնարավորություն չունենա մինչև ապագա ընտրությունները կուսակցությունը գրանցել եւ գնալ հերթական ընտրություններին մասնակցելու։ Այս ամբողջի համատեքստում ակնհայտ է, որ դրա հետ մեկտեղ նաեւ արտասահմանային համազատության մեջ պայել ակնհայտ է, որ Արտակ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը իրականացվում է բացառապես քաղաքական շարժառիթներով։ Ընդ որում քաղաքական շարժառիթներով հետապնդում իրականացնելը նաև հաստատվում է հետևյալ փաստով։ Վճռաբեկ դատարանը երբ որ որոշում կայացրեց Արտակ Սարգսյանի կրկին տնային կալանքի ենթարկելու վերաբերյալ, դրանից հետո անմիջապես միջնորդություն ներկայացրեցի դատարան Արտակ Սարգսյանին խափանման միջոց տնային կալանքը վերացնելու մասին, բերելով մի շարք հիմնավորումներ, այդ թվում մասնավորապես այն, որ Արտակ Սարգսյանի նկատմամբ հետապնդումը իրականացվում է իր իրավունքներն իրականացնելու կապակցությամբ եւ որին քաղաքական շարժառիթներ, եւ երկրորդը նշեցի, որ թեպետ վճռաբեկ դատարանը որոշումը կայացրել է 2020 օգոստոսի 22-ին, սակայն այդ որոշման հիմքում դրված փաստական հանգամանքները վերաբերվում են 2024 թվականի մինչև հոկտեմբերի 7-ը տեղի ունեցած իրադարձություններին։ Հետևաբար 11 ամիս ժամանակական խզումը, որ տեղի ունեցել, այս 11 ամսվա ընթացքում բազմաթիվ գործողություններ են կատարվել, որտիսի դատարաններին հայտնի չէին, եւ դրանք որպես այդպիսին պետք է որ նոր ի հայտ եկած հանգամանքներ, էական հանգամանքներ լինեն միջնորդությունը վավիճ ընդունելու եւ դրա վերաբերյալ ըստ էության որոշում կայացնելու համար։ Մասնավորապես նշել եմ քրեական գործի ընթացքում մի շարք գործողություններ են կատարվել Արտակ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է, գործը այդ որոշման գտնվում է ավարտական փուլում, դատախազությունը սպասում է միայն տեղեկատվություն, ինչ որ երկրներից Առաքելյանի դատա միջնորդությունը մարտադրվեց դատավոր Առաքելյանի դատա Արմինե Մելիքսյանին, ով որոշում կայացրեց վարույթի ընդունումը մերժելու մասին, որոշման մեջ նշելով մի բան, որ պաշտպանական կողմը որպես այդպեսին վիճարկում է վճռաբեկ դատարանի այդ հիշատակված օգոստոսի 25-ի որոշումը 2025 թվականին։ Ոչ մի պատճառաբանություն չէր բերել։ Ընդ որում ես ոչ թե այդ միջնորդությամբ վիճարկել եմ, ես տվել որ ստեղ կա քաղաքական շարժառիթներ եւ սա մասին նաեւ խոսում է վճռաբեկ դատարան այս որոշումը, որ իրավունքի խախտմամբ, անձին բողոքարկելու իրավունքի խախտմամբ առաջի անգամ անձին դրել է ազատությունից զրկել է վճռաբեկ դատարանը։ Պարոն Զաքարյան, այս ամեն ինչը հաշվի առնելով կներեք, այս ամեն ինչը հաշվի առնելով ինչ եք ձեր առաջիկա քայլերը ո՞րն են լինելու, ինչ եք նախատեսում անել եւ ինչ ակնկալիքներ կան, ինչ արդյունք։ Առաջիկայում արդեն գանգատներ ենք նախապատրաստում նախ անհատական գանգատ եւ եվրոպական դատարան եւ դիմենք սահմանադրական դատարան այդ վճռաբեկ դատարանի լիազորությունների հետ կապված դրույթը վիճարկելու, որովհետև ակնհայտ է, որ չի կարող վճռաբեկ դատարանը այդպիսի իրավասություն ունենալ եւ այդ օգտագործել։ Դրա հետ մեկտեղ բնականաբար մի շարք այլ ինչպես նշեցի խոսքի ազատության, անձնական կյանքի միջամտության եւ հավաքներին մասնակցելու իրավունքի հետ կապված խախտումների վերաբերյալ բողոքները արդեն մի մասը վճռաբեկվում է, մյուս մասը վերաքննվում է եւ դրանց վերաբերյալ իրավական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց հետո նորից ստիպված ենք դիմել միջազգային ատյաններ։ Որտեղ մեզ համար ակնհայտ է, որ տվյալ պարագայում Արտակ Սարգսյանի նկատմամբ հետապնդումը բացահայտ նրա քաղաքական հայացքների համար է իրականացվում եւ այս պարագայում Հայաստանի Հանրապետության դատական համակարգից ակնկալել արդարություն կարծում եմ անիմաստ։